Երկրաշարժից անցել է 27 տարի, ինչ է արել պետությունն այս տարիների ընթացքում, ինչ ծրագրերով է փորձել լուծում տալ այս կարևոր խնդրին եւ քանի ընտանիք է սպասում իր հերթին։ Բանում վերադարձնել շնորհակալ կյանեմ, չէ, ճիշտ ասած հույսս կադրել եմ։ Ժեբով քաշել են 62 համայնք տունն է մեզ ընկել։ Համաշխարհային բանկի վարկի միջոցներով սկսվեցին։ Մոտ 60,000 ընտանիք բարելավել են բնակարանային պայմանները։ Կարծես թե վերջը երևում է, սակայն միայն բազմաբնակարան շենքերում տուն կորցրածների պարագայում։ Սպիտակի ավերիչ երկրաշարժի հիմնական պատճառը դարձավ թերագնահատված սեյսմիկ վտանգը, բայց աղետը դաշ չդարձավ մեզ համար։ Սպասվող երկրաշարժը կարող է լինել 9 բալ եւ բարձր։ Մենք ունենանք 300,000 զոհ։ Շենքերի 60%-ը ամրացման անպայման խնդիր ունի, 30%-ը նույնիսկ քանդման։ Այստեղ ֆունդամենտ չկա, գոյություն չունի։ Մասնագետներն ահազանգում են Երևանի բնակելի շենքերի 80%-ը չի դիմանա ուժեղ երկրաշարժին։ Սեյսմամեկուսացման ժամանակակից մեթոդները բազմազան են, բայց մեզ համար հարց նորակարգային չէ։ Սա ոչ երկրաշարժ է, ոչ ցունամի, ոչ էլ պտահող։ Հլնայի, կրկնակի պատեմ դրե, էլի նորից ճաքելը։ 3 տարի առաջ աղջիկս վերանորոգել ենք, բայց էլը նորից նույնն է։ Երեխեքը վախում են, ես կոմ ասենք, որ գցում եմ, վախում են, որ քնեմ։ Աղետի այս տեսակի դեմ պայքարելու միջոցներ աշխարհը գտել է։ Հայաստանում առայժմ միայն մշտադիտարկում է իրականացվում։ Երկրաշարժից 27 տարի է անցել, բայց կառավարությունում մինչև այսօր քննարկում են աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքներին բնակարան հատկացնելու տարբերակները։ Քանի ընտանիք է դեռ սպասում իր հերթին եւ պետությունն ինչպես է պատրաստվում լուծել նրանց ծածկի հարցը։ Այս եւ այլ հարցերի պատասխանները առաջիկա րոպեներին։ Սպիտակի երկրաշարժից 27 տարի անց հիշողությունները դեռ թարմ են։ Պատճառն այն բազմաթիվ տնակներն են, որտեղ հիմա 21-րդ դարում ոչ թե ապրում, այլ գոյատևում են բազմաթիվ ընտանիքներ։ Պարզելու համար, թե ովքեր են նրանք եւ ինչու մինչեւ օրս չի լուծվել նրանց ծածկի հարցը, մեր նկարանող խումբն այս անգամ որոշեց մեկնել Գյումրիին հարակից Մայիսյան համայնք։ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի լիտվական կոչվող այս թաղամասը կառուցվել է երկրաշարժից անմիջապես հետո ծածկ տալով մի շարք ընտանիքների։ Սակայն մինչև այսօր մոտ 10 ընտանիք շարունակում է ապրել ժամանակավոր կացարաններում։ Երկրաշարժի օրվանից տունն նոր բլվել է, դուրս հետո Կիսակառույց այդպես եղավ, տնագը բերենք թերեցինք հողամասի գլուխը, այդպես է կաբրենք, միջև առ այսօր։ 27 տարի կիսախարխուլ այս տնակում են ապրելու ամեն նոր տարի իրար մաղթել, որ հաջորդ տարին դիմավորեն նոր տանը։ Գագիկ Խորիկյանի միակ թոռնուհու Անժելայի երազանքը եւս մեկն է։ Որպես կուզեմ ունենամ, որ տուն ունենամ։ Տուն ունենալու հույսով էլ Գագիկ Խորիկյանի մեծ որդին մեկնել է Ռուսաստան, բայց խնդիրներն այնքան շատ են, հերթը դրան չի հասնում։ Խնդրեմ, արեք ընտանիքս տեսեք։ Կինս է, հարսս է, մեկ է թոռնույս է։ Ինը կոկոս տեղ կա, նախ պուտին։ Կոմունալ ոչ մի հարմարություններ, ոչ բանիկ, ոչ ուտան, ասենք։ Սասկը բանը մեր անգամ փլվավ, ասենք իմ ուժերովս փոխեցի բաները, չէ, ես հնարավորությունը։ Պետության վիճակն է, ես ինչ ասեմ։ Բայց որ խոստվածներն են լավ կերնեն։ Չէ որ մենք ես ենք երկված զինվոր ենք տվել Հայաստանի համար։ Տղաները ծառայությունից վերադարձել են, սկսել օգնել հորը, սակայն տուն կառուցելը դեռ իրենց ուժերից վեր է։ Գագիկ Խորիկյանը լավ է հիշում կորցրած տունը, այժմ կորցնում է նաև նորն ունենալու հույսը։ Երկու հարգանի տներ եղե, ասենք, բանը, 4 սենյակ եղե, ես չգիտեմ պետությունը ինչ կրա վերադարձնել, բայց ամեն դեպքում եթե որոշ բան, ես 30 տարվա ընթացքում բանում վերադարձնել, ես շնորհակալ կյանեմ, չէ։ Ճիշտ ասած հույսս կադրել եմ։ Հույսը կորցրած ընտանիքները քիչ չեն։ Ի վերջո, երկրաշարժից անցել է 27 տարի։ Ինչ է արել պետությունն այս տարիների ընթացքում, ինչ ծրագրերով է փորձել լուծում տալ այս կարևոր խնդրին եւ քանի ընտանիք է սպասում իր հերթին։ Առաջին հերթին
Համաշխարհային բանկի վարկի միջոցներով սկսվեցին կառուցապատման աշխատանքները եւ շուրջ 1200 բնակարաններ Գյումրի քաղաքում կառուցվեցին այդ ֆինանսավորման աղբյուրի ներդրած գումարներով։ Հետագայում շինարարական աշխատանքներում ներգրավվեցին Կարմիր խաչի եւ ամենախոշորը այդ տարիներին Լիսի հիմնադրամի միջոցներով իրականացված կառուցապատման աշխատանքներն էին, որտեղ շահագործման հանձնվեցին 2555 բնակարաններ։ 89-ից 2008-ը մոտ 60000 ընտանիք բարելավել են բնակարանային պայմանները։ 2008-ից արդեն բացառապես պետական աջակցության ծրագիրն է մեկնարկել։ 2008 թվականից մեկնարկած ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու համար ընտրվել է երկու ուղղություն։ 4385 կարգի արդեն իսկ բարելավել են այս պահի դրությամբ այդ ընտանիքներից, որից 605-ը ֆինանսական աջակցության տրամադրման, դրանք կամ բնականի գնման վկայագրերի տրամադրման միջոցով են եղել, կամ ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման, ուղղակի ֆինանսական աջակցությունը դա գյուղական բնակավայրերում մեկ սենյակի շահառու ճանաչված ընտանիքներն էին։ 2008-2015 թվականների ընթացքում իրականացված ծրագրի շրջանակներում նորից եմ կրկնում պետական աջակցությամբ 1650 շահառու ճանաչված ընտանիքներից լուծվել է 1255-ի բնակարանային ապահովման խնդիրները։ Գյումրիում են կառուցվել շինարարությունը երկու անգամով 2010 թվականին 22 բազմաբնակարան շենք եւ 2012 թվականին 38 բազմաբնակարան շենք կառուցվել է Սպիտակում 220 անհատական բնակելի տուն։ Անահիտ Սահակյանը մեկն է այն երջանիկներից, որ Սպիտակի վարպետաց կոչվող թաղամասում տուն է ստացել։ Երկրաշարժի ժամանակ նա 12 տարեկան է եղել, բայց լավ է հիշում ամեն բան։ Շատ ծանր պայմաններ էր, թե պալատկեք էր, հետո սկսեցին վագոն տնակներ բաժանել մարդկանց։ Վագոն տնակում է ապրելու մի գեղեցիկ օր հենց այնտեղից հարց գնացել։ 8 տարի անցել էր, ամուսնացել եմ։ Գնացել եմ ամուսնուս տունն էր վագոն տնակ, երկրաշարժ ժամանակ իրանք տուն էին կորցրել։ Կորցրած տան համար փոխհատուցումն ուշանում էր, իսկ երեխաները մեծանում էին։ Ամուսինները որոշեցին տեղափոխվել Վարձով բնակարան, ու մի գեղեցիկ օր էլ լսվեց այդքան բաղձալի լուրը։ Ժեբով քաշել են 62 համարի տունն է մեզ ընկել։ Նոյեմբեր ամսին արդեն տները բաժանվել է, մենք դեկտեմբեր ամսին տեղափոխվել ենք ստեղով, հետո մի սենյական ու կվարձի մեջ էինք Վարձով։ 10 տարի ապրել ենք Վարձով, 5 տարի արդեն ապրում ենք այս թաղամասում։ Ձեր տունը եւս վթարվել է։ Մեր տունը համարյա թե չկար։ Լրի վթարված էր, դրուց հետո մենք տնագներում ապերեցինք, տնակ դրեցինք ու երեխեքից հետ յուլա գնաց։ Քանի տարի այդպես ապրեցիք։ 7 տարի կեն է տան մեջն ենք, դուրս առաջ այդքան տարի ապրել եմ տնագի մեջ։ Գրետա տատին արդեն մեկ այլ պետական ծրագրի շահառու է։ Այս դեպքում ոչ թե տունը կառուցել են, այլ օգնել ավարտին հասցնել։ Ֆունդամենտից հետ փորել եմ ես, լցել եմ ես, պատեն անել, տվել եմ ես, իսկ մնացած կիսա կառուցելն էլ մնացածն արդեն օգնության միջոցով է։ Մայիսյան համայնքում առաջինը հենց Գրետա տատի տունն են սարքել։ Վստահ է, համբերատարությամբ ու հավատով է հնարավոր հասնել նպատակների իրագործմանը։ Երկրաշարժնապլվավ, ես իմ սուրբս պաշտպանեցի, մինչև հիմի պահեմ իմ սենյակումս։ Սեփական սենյակ արդեն ունի, բայց դժվարություններն այսօր էլ քիչ չեն։ Գրետա տատին դրանք հաղթահարել փորձում է ընտանիքի ջանքերով։ Տեսքով տակտնենք տուն ասում փառ։ Ուղղակի ֆինանսական աջակցությունը տրամադրվում է գյուղական համայնքներին։ 3 միլիոն դրամ ստանալուց հետո այդ ընտանիքների նկատմամբ պետության պարտավորությունները համարվում են ավարտված։ Նրանց մեջ կային շահառու ընտանիքներ, ովքեր կարողացան այդ գումարով գնել մեկ սենյականոց բնակարան կոնկրետ Վանաձոր քաղաքում, մոտակա գյուղերից, կան ընտանիքներ, ովքեր այդ գումարով կարողացան հենց իրենց գյուղում երկրաշարժից հետո կառուցած բնակելի տուն գնել։ Կան մարդիկ, որոնք որ ուղղակի այդ գումարը վերցրեցին իրենց բնակարանային պայմանները այլ եղանակներով լուծելու համար,
որպես վարձ օգտագործել։ 3 միլիոնը նախատեսված է բնակարանային պայմանները բարելավելու համար, բայց ինչպես են տնօրինում այդ գումարը շահառուները, մեկ այլ հարց է։ Այստեղ կա եւս մի նրբություն։ Գյուղական համայնքներում ապրող այն ընտանիքները, որոնց համար պետությունը ստանձնել է տուն կառուցելու իրավասություն, որոշ դեպքերում մնացել են դատարկաձեռն։ Դա երրակողմ պայմանագրեր են դրանք, որոնք բնակիչը իր հողը վաճառում է Գլենդելիզին պայմանով, որ վերջինս կկառուցի դրա վրա այսքան սենյականոց բնակելի տուն եւ կհանձնի պետությանը, որպեսզի պետությունը, որը պայմանագրի երրորդ կողմն է, արդեն իսկ կառուցված տունը նվիրաբերի սեփականության իրավունքով հանձնի քաղաքացին։ Այս խճճված պայմանագիրը քաղաքացին պարտավոր է ստորագրել, քանի որ օրենսդրությունն է պահանջում։ Իսկ այսօր, երբ վերը նշված կազմակերպությունը կիսատ է թողել աշխատանքը, որոշ դեպքերում չի էլ սկսել, քաղաքաշինության նախարարությունում վստահեցնում են, քաղաքացիները դրանից չեն տուժի, միայն ժամկետները կփոխվեն, իսկ գործն ավարտին կհասցվի։ 16-ին արդեն կձեռնարկենք միջոցներ, որի իրացումը կլինի 16-17 կանցնի նաև դա գյուղական բնակավայրերինը, Լոռու եւ Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում եւ Արագածոտնի թվերով եթե ասենք Շիրակի մարզում մենք ունենք 170 ընտանիք, դեռևս չբարելաված, Լոռու մարզի գյուղական բնակավայրերում 331 ու 335 կարգի եւ Արագածոտնի մարզում 36 ընտանիք։ Թե ինչ է նախատեսվում անել հետագայում եւ քանի ընտանիք է մնում սպասողական դրության մեջ քիչ անց։ Նշենք, որ պետական ծրագրերով բացի շենքերի ու սեփական տների կառուցումից, ֆինանսական աջակցությունից իրականացվել է նաեւ բնակարանի վկայագրի տրամադրման ծրագիր, որոնց արդյունքում միայն Գյումրի քաղաքում շուրջ 5000 ընտանիքներ ստանալով վկայագրեր ձեռք բերեցին բնակելի տներ։ Այստեղ էլ կա նրբություն։ Բնակարանի գինը հաշվարկելիս հաշվի են առնվում անշարժ գույքի պետական կադաստրի տվյալները ու երբեմն դա թույլ չի տալիս շահառուին շուկայում գտնել համապատասխան բնակարան։ Նրանք չկարողացան ձեռք բերել բնակարան, այդ գումարը տնտեսվեց եւ երկրորդ փուլի ընթացքում այդ գումարը կվերաբաշխվի այլ վկայագրի տեսքով այլ քաղաքացու։ Իհարկե։ Նրանք այս փուլից օգտվելու իրավասություն այլևս չունեն։ Այսօրվա դրությամբ մենք ունենք չլուծված ընդհանուր աղետի գոտու մասն եմ ասում, այսինքն աղետի գոտու բնակավայրեր 965 ընտանիք։ Լոռու մարզի բնակավայրերում դեռևս մինչև օրս շահառու ճանաչված 395 ընտանիքների բնակապահովման խնդիրը լուծված չէ։ Այդ թվում Վանաձորում 14, Սպիտակում 50 ընտանիք մեկ սենյակի հավակնող, բազմաբնակարանային շենքերում բնակարան կորցրած մարդկանց մասին է խոսքը Վանաձոր Սպիտակ, իսկ գյուղական բնակավայրերում փաստորեն այս պահին 331 ընտանիքի խնդիր է։ Նրանց մի մասի համար կառավարությունն արդեն միջոցներ հատկացրել է ու մյուս նոր տարին իրենց տանը կնշեն։ Մնացածինը պատրաստվում է լուծել մինչև 2017 թվականի ավարտը։ Կարծես թե վերջը երևում է, սակայն միայն բազմաբնակարան շենքերում տուն կորցրածների պարագայում։ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության տեղեկատվության եւ աշխատանքի բաժնի պետ Էդիկ Հովսեփյանը համոզված է, որ երկրաշարժի հետևանքները շատ ավելի խորն են։ Մենք գիտական պոտենցիալ ենք կորցրել։ Մենք երկրաշարժ առաջ ունեցել ենք մինիմում 3 գիտահետազոտական ինստիտուտներ, չկան այսօր։ Չկան։ Մենք ունեցել ենք 100-ից ավելի մտավոր ներուժ պահանջող եւ բարձր մասնագիտական որակավորում պահանջող 100-ից ավելի ձեռնարկություններ տեխնոլոգիայից չկան այսօր։ Կորցրածը վերականգնելու համար ըստ Էդիկ Հովսեփյանի արկավոր է ռազմավարություն։ Նա ընդգծում է, որ Վանաձորի բնակչությունն այս տարիների ընթացքում գրեթե 2 անգամ կրճատվել է 170,000-ից դառնալով 80,000։ Ոչ մի անգամ ես չեմ լսել, որ որևէ մեկը քննարկի, ոչ մի անգամ չէ, որ պետությունը հաշվի առնի, որ երկրաշարժի հետևանքները միայն բնակարանների կորուստ չեն։ Մարդկանց տնով ապահովելն իսկապես դեռ միայն առաջին քայլն է։ Մեր նկարանող խումբը թե Վանաձորում, թե Սպիտակում եւ թե Գյումրիում բազմաթիվ դատարկ տներ տեսավ։ Աշխատանք չունենալով կողպել են դռներն ու հեռացել երկրից։ Իսկ այդ մարդկանց նախկին տնակներում այսօր այլ մարդիկ են ապրում։ Մարդիկ, որոնք վաճառել են բնակարանը, մարդիկ, որոնց ընտանիքն է մեծացել ու մեկ հարկի տակ չտեղավորվելով վերադարձել են տնակ, մարդիկ, որ երկրաշարժի ժամանակ վարձով են բնակվել եւ այդպես շարունակ։ Մոտ 8000 մեր համակարգացիներ շարունակում են ապրել անմարդկային պայմաններում,
առանց կոմունալ հարմարությունների, առանց նորմալ ջերմության։ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղերձն է համայն հայությանը։ Նա տվել է Գյումրին առանց տնակների ծրագրի մեկնարկն ու վստահեցրել, որ առաջին քայլն ինքը կանի։ Երթվում եմ, որպես Գյումրու քաղաքապետ, աշխատավարձ չեմ ստանալու այնքան ժամանակ, քանի դեռ կա տնագում բնակվող թեկուզ մեկ գյումրեցի։ Նման երթում Վանաձորի քաղաքապետը չի տվել, սակայն Լոռու մարզկենտրոնում եւս քիչ չեն անմարդկային պայմաններում ապրող ընտանիքները։ Այնտեղ բնակվում են հիմնականում ոչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մարդիկ։ Եվ այդ տնական ավաններում կան տնակներ, որոնք վերավաճառվել են մի քանի անգամ։ Մարդիկ տնակ ազատում են, մեկ ուրիշը գալիս էր բնակվում էր։ Հիմա այդ մեկ ուրիշն էլ է մեր քաղաքացին։ Այդ մեկ ուրիշն էլ է մեր ոնց որ Անտոնը, հետո ինչ որ երկրաշարժ հասկանում են։ Նրա նկատմամբ թե պետությունը պարտավորություններ չուներ, բայց ունի համայնք։ Համայնքի պարտավորություններն ինչպես են կյանքի կոչվում կներկայացնենք։ Նախ նշենք, որ ամեն ինչ սկսվել է 2003-ին։ Ասեցին սա հանրային, ես ինչ այստեղ ես իմ մեկին ասում են պետք է եղնի, չգիտեմ ինչ կենտրոն, մեկին ես իմ ինչ, վաճառքի ենթակա չի։ Մեկ էլ 2003 թվականին ուրեմն ունեն աջուրտներ, 5 թվականից սկսում են ժողովրդին պաշկեկով սկսում քաղաքապետարանը 7-8 ընտանիք եմ անգամ դատեր տալի վճար կայացնում ու տես բաներ։ Հիմա դուք ուրիշի հողի մեջ եք ապրում։ Ես հիմա ապրում եմ այստեղ 2003 թվականից վաճառված ասած։ Եթե օրենքով իսկապես դա իրանը չի, եւ տնակը պիտի ազատի, հողն էլ պիտի վաճառվի, որտեղ բյուջեի խնդիր կա, բայց վրան ապրողը շունչա, քաղաքացիա, մերն է։ Դա նշանակում է պիտի այնպիսի բաներ գտնենք, որ այդ վաճառքի եւ այդ տնտեսական սկսած եկամուտից փորձենք այլ խնդիրներ լուծենք։ Խնդրի լուծմանը սպասում են առանց մեծ ակնկալիքների։ Մարտին Օհանյանի ընտանիքին հատուկ թղթակից անդրադարձել էր նաև 2 տարի առաջ։ Այս անգամ մեկնել էինք հույսով, որ նրա խնդիրը լուծված կլինի, բայց տեսանք, որ ամեն բան էլ ավելի է վատացել։ Ջրագծերը փոխելու եւ նորացնելու պատրվակով նրա տուն մտնող խողովակը կտրվել է ու նորը չի քաշվել։ Պատժվածի կարգավիճակով ոնց ջուր չունեն մեր երկամից արդեն։ Ինչքան գիտեմ, այդ ընտանիքներին առաջարկել են գնան այս նոր կառուցված ֆուլեր մեր տնաշնական կողմից տարոնում, ես որքան տեղյակ եմ, հրաժարվել են։ Եվ մարդիկ մտածում են, որ այստեղ մնանք, այստեղ տուն կկառուցեն, չի լինելու տես բան։ Ինձ մի երկու անգամ առաջարկել են այդ տները, որ ասենք 50%-ն է, մի 12% թե ինչ է ինքը, մնացած է ես։ Ես Թոշակով ապրող մարդեմ երկրորդ կարգի հաշվանդամ եմ կոտ ինֆարկտ եմ դարել։ Ես ո՞նց եմ ուծել։ Առաջին անգամ լսել, որ ասել են ներդրում ունենա։ Էդիկ Հովսեփյանը վստահեցնում է, որ քաղաքապետարանն է բարեգործական կազմակերպությունների ջանքերով լուծում խնդիրը եւ համոզված է, որ տարածքներն աճուրդով վաճառելը ճիշտ է։ Միայն թե այդ միջոցները պետք է ուղղվեն նաեւ այդ մարդկանց կյանքի պայմանները բարելավելուն։ Այսինքն էժան համատաբար, բայց բարվոք պայմաններ ապահովող տներ կառուցենք, տնակ չեն, տներ են, եւ այդ մարդկանց տեղափոխենք այնտեղ։ Անմարդկային պայմաններում ապրող մարդիկ կան ոչ միայն Վանաձորում, Սպիտակում կամ Գյումրիում, այլ նաև Երևանում։ Այս մարդկանց միավորում է ճակատագիրը, թե երբ պետությունը հնարավորություն կունենա անդրադառնալու նաև նրանց խնդիրներին դժվար է ասել, քանի որ այս քաղաքներում շարունակում է խնդիր մնալ վթարային շենքերի վիճակը։ Վթարային շենքերը սեյսմիկ ակտիվ գոտում գտնվող մեր երկրի համար իսկական պատուհաս են։ Դրանք իհարկե դիմանում են ամենօրյա թույլ տատանումներին, սակայն այլ հարց է, թե ինչ կկատարվի, եթե Երևանում Սպիտակի ուժգնությամբ երկրաշարժ կրկնվի։ Մի դուռը բացում են, հետո հաջորդն ու այսպես 4 անգամ, ելումուտն այստեղ խիստ անհրաժեշտության դեպքում է լինում։ Թունելախորշը ձգվում է 370 մետր, այն տանում է մեր երկրի համար խիստ կարևոր վայրերից մեկը։ Պեաձերով թունելը, հիմա գնում ենք մենք արդեն վերջի դուռն է, բացում ենք ու մտնում ենք արդեն գործիքների բաժին։ Սեյսմիկ ռիսկերը գնահատվում են հենց այստեղ խորհրդային տարիներից ժառանգած երկրաֆիզիկական դիտարանում։ 60 մետր խորությամբ ժայռի տակ արտաքին աղմուկներից հեռու դեֆորմոգրաֆի միջոցով մասնագետները ձեռքը երկրակեղևի զարկերակին են պահում, արձանագրելով անգամ աննշան փոփոխությունները։ 88 թվականի երկրաշարժից առաջ սկսել է արձագանքել դեֆորմոգրաֆը, բայց տվյալները վերլուծությունը, ասում համապատասխան մասնագետների կողմից համենայն դեպս չկա կոնկրետ տվյալներ,
դրա վերլուծության վերաբերյալ։ Անցյալի մասին ենթադրություններ անելը սխալ է, ավելի կարևոր է ներկայումս տարվող աշխատանքը։ Սարքը փոփոխությունները կարձանագրի, իսկ այստեղ արդեն հստակ արձանագրել են ու հանրապետության ակտիվ խզվածքների քարտեզը կազմել։ Առավել վտանգավոր գոտիները երկուսն են։ Առաջինն անցնում է Փամբակ Սևան խզվածքի երկայնքով, մյուսը Գառնիի ուղղությամբ։ Վերջինը մոտ է մայրաքաղաքին եւ ավելի վտանգավոր, քան Փարաքարի կամ Երևանի խզվածքը։ Գառնիում հնարավոր է լինի 5, օրինակ, իսկ Փարաքարում հնարավոր չէ որ լինի 5։ Նա 5 պոտենցիալը մեծ է Գառնիի, այսինքն Գառնին կարող է 5 մագնիտով երկրաշարժ առաջացնել հարաբերական օրին ասած, իսկ Փարաքարի կամ Երևանյան խզվածքը չի կարող։ Նրա առավելագույնը Գառնիից փոքր է։ Խզվածքներն ու դրանց փոփոխությունները մշտական ուսումնասիրության կարիք ունեն, իսկ մինչև այդ արդեն ապացուցված փաստերն են մտածելու տեղիք տալիս։ 88 թվականից առաջ ոչ ոքի մտքով չէր էլ անցնում, որ Հայաստանում կարող է 9 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ լինել։ Ավելի ուշ ոլորտի մասնագետներն ապացուցեցին, թերագնահատված սեյսմիկ վտանգը դարձավ աղետի հիմնական պատճառը, բայց սպիտակի ավերիչ երկրաշարժը դաս չեղավ մեզ համար։ Շենքը նախագծվել ու կառուցվել է 7-8 բալ սեյսմակայունության հաշվարկով, իսկ ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքի գրեթե մեծ մասը գտնվում է սեյսմիկ 3-րդ գոտում, դա նշանակում է սպասվող երկրաշարժը կարող է լինել 9 բալ եւ բարձր ըստ MSK 64 սանդղակի, այդ թվում նաեւ Երևան քաղաքն է սեյսմիկ 3-րդ գոտում գտնվում, հետեւաբար ակնհայտ է, որ շենքերը ունեն սեյսմակայունության լուրջ խնդիրներ։ Մայրաքաղաքում այսօր մոտ 22000 բազմաբնակարան շենք կա, դրանց գերակշիռ մասը 80%-ը կառուցվել են խորհրդային տարիներին։ Մասնագետի գնահատմամբ վտանգն առավել մեծ է բազմահարկերի դեպքում։ Քաղաքում հաշվառված է մոտ 4600 բազմաբնակարան շենք եւ այդ շենքերի 60%-ը ամրացման անպայման խնդիր ունի։ 30%-ը նույնիսկ քանդման անհրաժեշտություն կա։ Միայն 10-15%-ը կարող ենք համարել, որ դիմակայեն այս կամ այն չափով երկրաշարժը։ Այդ փոքր տոկոսի մեջ են մտնում միայն նորակառույցները, քանի որ Սպիտակից հետո Հայաստանում փաստաթղթային առումով մեծ գործ է արվել։ Մշակվել են սեյսմակայուն շինարարության նորմերը, բնագավառը լիցենզավորվել է, պահանջները խստացվել, իսկ սեյսմիկ վտանգի մակարդակը բարձրացվել է 2 բալով։ Մասնագետը բացատրում է, հիմա շինարարական նախագիծը պետք է պարտադիր փորձաքննություն անցնի, սակայն փորձաքննողը պետությունը չէ։ Եվ նախագծման փուլում, եւ փորձաքննության փուլում, եւ շինարարության փուլում կարող են լինել կոռուպցիոն ռիսկեր, դրանով պայմանավորված եւ կարող է շենքը չապահովել համապատասխան սեյսմակայունություն, որը պետք է ունենար։ Շատ անգամ այդ փորձագետական գիտականությունները ձևական բնույթ են կրում, իսկ դրա համար պատասխանատու մարդ չկա։ Պատասխանատուն առաջանում մենակ այն ժամանակ, երբ որ արդեն շենքը քանդվել է, սկսում է ման գալ, թե ով նախագծեց, ով արեց։ Անկամ այս ամենը հաշվի առնելով ճարտարապետը նորակառույցների ճակատագրի համար այդքան էլ չի մտահոգվում, վիճակը բավարար գնահատելով։ Վերջին տարիներին մեծ աշխատանք է իրականացվել նաև 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին մոտ 650 ընտանիքի նոր բնակարանով ապահովելու ուղղությամբ։ Քաղաքապետարանի փոխանցմամբ Երևանում այս հարցն արդեն ամբողջությամբ լուծված է։ Հալաբյան 3 հասցեն է 4-րդ կարգի վթարային շենքի 5 մուտքերից 3-ը քանդում են։ Աշխատանքն ավարտելու համար 1 ամիս է անհրաժեշտ։ Գեղամ Մուրադյանը ցույց է տալիս ու բացատրում. 65 թվականից շենքեր է քանդում, բայց այսպիսի անորակ շինության դեռ չէր հանդիպել։ Պատերն իրարից հեռացած են, ամրանները քայքայված, հիմքերն էլ խարխուլ։ Բնակիչ ապրում է շենքի տակը կանալիզացիան լրիվ նորմալ չեն տիրություն անում։ Կանալիզացիան չարտում, լսումը տակը ջուրը արդեն շենքը քաշում է։ Շենքն ավելի երկար կյանք կունենար, եթե հիմքերն ամուր լինեին։ Հորատողը լավ գիտի սա բնորոշ է Խրուշչովյան շրջանին։ Այս մեկը եւս հենց այդ տարիներից ենք ժառանգել։ Խրուշչովյան ժամանակվա շենքերն է։ Ուղղակի հողի վրան ֆունդամենտ են դրել։ Մենք լապատկը հողը փորել են, բետոնը լցել են ու քարերը շարել են։ Այստեղ ֆունդամենտ չկա, գոյություն չունի։ Այս առումով Երևանում առավել խոցելի է Աջափնյակ համայնքը։ Այն դարձել է վթարայինների էպիկենտրոնը, նշում է մասնագետն ու վերհիշում թաղամասի կառուցման պատմությունը։ Երբ որ կառուցվում էր այդ թաղամասը, խորհրդային միության հանձնարարականով, այդպես ասում էին կառուցենք մի 20-25 տարվա հաշվարկով, մեր երկիրը, չասեմ կհասնի հենց կոմունիզմի, այնքան կզարգանա, որ այդ բոլորը կքանդենք եւ նորմալ շենքեր կկառուցենք։ Դրա համար հիմքերը շատ խորը չարեցին եւ տեղադրեցին այդ բելազիումի վրա, սպիտակա հողի վրա։ Շինարարական նորմերի կոպիտ խախտումներ, շինանյութերի ցածր որակ, մասնագետներն 88-ից հետո սա արձանագրեցին ամենուրեք։ Ցավոք սրտի խորհրդային ձեռագիրը նույնն է ամբողջ Հայաստանում, հատկապես Երևանում։ Ոչ թե երկրաշարժերն են սպանում մարդկանց, այլ շենքերը,
որոնցում մարդիկ ապրում, աշխատում, բուժվում եւ սովորում են։ Այստեղ առաջ է գալիս ամենակարևոր ու հրատապ խնդիրը՝ Երևանի շենքերի սեյսմամեկուսացումը։ Ճապոնիան օրինակ, որտեղ գրանցվում է աշխարհում տեղի ունեցող երկրաշարժերի 90%-ն այս ոլորտում լուրջ հաջողություններ է գրանցել։ Բազմաթիվ տեխնոլոգիաներ են մշակվել, դրանցից վերջինը շենքի տակ տեղադրվող բարձիկներն են։ Երկրաշարժի ալիքները զգալով դրանք անջատվում են հողից ու շինությունը վեր բարձրացնում 3 սանտիմետրով։ Ճապոնացիներին համընթաց քայլել դեռ չեն կարող, բայց կարող են կիրառել մեկ այլ սեյսմամեկուսացման ոչ պակաս անվտանգ ու տարածված տարբերակը։ 80 մետր երկարությամբ այս շենքը տեղադրված է 158 սեյսմամեկուսիչ բարձիկների վրա։ Որքան էլ զարմանալի է, այս բարձիկները արտադրվում են հենց այստեղ, Հայաստանում, ու ժամանակակից աշխարհում համարվում են սեյսմիկ ռիսկի նվազեցման ամենաարդիական մեթոդներից մեկը։ Պրոֆեսոր Մելքումյանի նախագծով հին շենքերի խարխուլ հիմքերի շուրջ նոր սյուներ են կառուցվում, որոնց վրա էլ տեղադրվում են սեյսմամեկուսիչ բարձիկները։ Մենք այդ սյուների բետոնը կտրում ենք, այդ տղաները այս առանցքի վրա հենց դրանով են զբաղված։ Մերկացնում են այս արմատուրան, տեսնում եք արմատուրան, սա հին սյան արմատուրան է։ Ու հետո կտրողը գալիս է արդեն այս արմատուրան էլ է կտրում ու այս հանգույցում շենքը հենված է լինում սեյսմամեկուսիչների վրա։ Հենց այս կերպ լուծվում է մի ամբողջ շենքի սեյսմամեկուսացման խնդիրը, իսկ հավանական երկրաշարժի ժամանակ ալիքների էներգիան կլանում են բարձիկներն ու կառույցը ձեռք պահում դեֆորմացիայից։ Եթե մենք համեմատում ենք այս շենքը սովորական հիմքերով շենքի հետ, ապա մարդիկ մեր շենքում նույն երկրաշարժը կզգան 8-ից 10 անգամ ավելի պակաս համեմատած սովորական հիմքերով շենքերի հետ։ Մելքումյանի նախագծով Երևանում նման մոտ 50 շենք է ամրացվել։ Հեղինակը նկատում է այս մեթոդը զարգանում է միայն մասնավոր կազմակերպությունների միջոցով։ Պետության կողմից դեռ հետաքրքրվածություն չկա։ Այնինչ ազգաբնակչության սեյսմիկ պաշտպանությունը ազգային անվտանգության խնդիր է։ Եթե Աստված մեր ասցե տեղի ունենա երկրաշարժ սպիտակի ուժգնությամբ, սպիտակի երկրաշարժի ուժգնությամբ, ապա Երևանը կկորցնի իր շենքերի 80%-ը եւ մենք կունենանք 300,000 զոհ։ Իսկ հաշմանդամ եւ անտուն մարդիկ կլինեն անթիվ անհամար։ Աղետից ու հնարավոր կորուստներից խուսափելու համար պետք է օր առաջ զբաղվել բնակելի շենքերի ամրացմամբ։ Մելքումյանը վստահ է իր առաջարկած մեթոդը եւ հարմար է եւ 30%-ով մատչելի շենքերի ավանդական ամրացման տարբերակներից։ Եթե մենք ամրացնում ենք տրադիցիոն տեխնոլոգիաներով, մենք առնվազն ծախսում ենք այդ ամրացման համար մի քառակուսի մետրի կտրվածքով, եթե հաշվենք, $160-ից $180 ծախս ենք անում։ Երբ որ մենք անում ենք նույն աշխատանքը ամրացնելը, բայց օգտագործելով սեյսմամեկուսացման համակարգը, ապա մենք ծախսում ենք մոտավորապես 60-65, կարող է $70։ Այս դեպքում գործ ունենք տատանումների դինամիկ մարիչի հետ, կրկին ռետինամետաղական սեյսմամեկուսիչով, բայց արդեն շենքի տանիքում։ Նոր կառուցվածությունների վրա տեղադրվել են բարձիկները, ապա բետոնային ծածկը 500 տոննա կշռով։ Այս համակարգը նախ բարձրացրել ենք այն առումով, որ բարձիկները լինեն տեսանելի, ռետինամետաղական հենար լինեն տեսանելի։ Երկրորդը ստանանք մակերես լրացուցիչ, որը շահագործման համար պիտանի լինի եւ միայն տատանվող էլեմենտը կծառայի վերևի զանգվածը։ Սա է ամբողջ գաղափարը։ Շենքը ինչ է լինում։ Շենքը եթե տատանվում է երկրաշարժի ժամանակ, շենքը պետք է ստանա տատանումներ, ապա վերևի տանիքը տատանվի շենքին հակառակ եւ վերցնի սեյսմիկ բեռնվածներ իր վրա։ Ճկուն տանիքի գաղափարը եղել է դեռ 88-ից առաջ, բայց կատարելագործվել է միայն հայ եւ ճապոնացի մասնագետների ջանքերով։ Անգամ մշակվել է եռաչափ պատկերը, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է շենքը ճոճվելու երկրաշարժի ժամանակ։ Խելղաթյանը ցավով է փաստում, քաղաքում այսպիսի ընդամենը 2 շենք կա, այնինչ այս տարբերակը եւս ավանդականից մատչելի է։ Մեր նախնական հաշվարկներով այդ նոր տանիք իրականացումը մոտավորապես 30-40%-ով ավելի էժան է ստացվում, քան նոր կառուցվող շենքի մակերեսի վրա ծախսվող արժեքները։ Ինչ գումարի մասին է խոսքը։ Խոսքը 1 մետր քառակուսի հաշվով մոտավորապես $300-400 արժողության մասին է խոսք ստանալ լիարժեք բնակ մակերես։ Բազմահարկի տանիքից քաղաքի խիտ կառուցապատումն ու բնակիչների արած փոփոխություններն ավելի ակնհայտ են։ Խելղաթյանը պատմում է ու բացատրում, թե ինչ վնաս կարող են հասցնել առանց նախագիծը հաշվի առնելու տանտիրոջ քմահաճույքով քանդված հիմնական պատերը, ավելացված հարկերը կամ առաջ եկած պատշգամբները։ Քարի ցածրակ շենքերը նույնպես խնդիր ունեն, տեսնում եք, թե ինչ հարկեր են ավելացրել եւ այլն, դրանք միշտ չէ որ նպաստում են սեյսմականության բարձրացմանը։
Ընդհակառակը կարող է նվազեցնել սեյսմակայունությունը։ Ստալինյան, Խրուշչովյան, Բրեժնևյան ժամանակաշրջանի շենքերից զատ ամրացման կարիք ունեն դպրոցները։ Պրոֆեսոր Մելքումյանն այս հարցով մտահոգված «Փրկենք Երևանի դպրոցները երկրաշարժերից» անվամբ հիմնադրամ բացեց, բայց ոչ ոք մոտ չեկավ։ Իսկ ժամանակը չի սպասում։ Ամեն օր, որ մենք ապրում ենք, մեզ մոտեցնում է հաջորդ ուժեղ երկրաշարժին, դա պետք է հասկանալ։ Սա հայտնի ճշմարտություն է, բայց ասել թե որտեղ կամ երբ է լինելու հաջորդ ուժեղ երկրաշարժը անհնար է։ Սա չեն կարող գուշակել ոչ Հայաստանի, ոչ Ճապոնիայի, ոչ էլ մեկ այլ երկրի մասնագետները։ Ու որպիսի խուճապ չստեղծվի, վերադառնանք այնտեղ, որտեղից սկսել էինք ռեպորտաժը։ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում 4-րդ սերնդի նորագույն սարքավորումներից թվային տարբերակով ստացվող տվյալների վերլուծությունն այստեղ ամենօրյա աշխատանք է։ Հենց դա էլ թույլ է տալիս մասնագետներին վստահ ասել. հանգիստ եղեք։ Լինում են դեպքեր, երբ որ մենք ունենք անոմալիաներ։ Լինում են դեպքեր, երբ որ մենք ունենք անոմալիաներ սեյսմիկության ակտիվություն։ Բայց փառք Աստծո, մենք դեռ չենք ունեցել անոմալիաներ, որոնք նախորդել են սպիտակի երկրաշարժին։ Հետևաբար, այս պայմանությամբ մենք կարող ենք ասել, որ ամեն ինչ հանգիստ է։ Ու սեյսմիկությունը գտնում է իր ֆոնային արժեքների սահմաններում։ Այս բառերն իհարկե հուսադրող են, բայց քարը քարին դնելուց առաջ պետք է լավ հիշել։ Բնությունն անկանխատեսելի է ու նրա քմահաճույքները ամեն րոպե կարող են նոր տարերային աղետ ծնել։ Տարերային աղետներից մեկն էլ սողանքներն են, ոչ պակաս վտանգավոր, քան երկրաշարժը։ Մարդկությունն ամեն տարի բնության այս երևույթի պատճառով լուրջ վնասներ է կրում։ Թայվան, Իտալիա, Պերու, Կոլումբիա, Չինաստան, Ճապոնիա, Ինդոնեզիա, հազարավոր մարդկային զոհեր ու տնտեսական կորուստներ։ Աշխարհն այս աղետից տուժել է ու շարունակում է տուժել։ Սա ոչ երկրաշարժ է, ոչ ցունամի, ոչ էլ պտտահող։ Լեռնալանջերի, գետահովիտների եւ արհեստական թեքությունների վրա զգալի չափերի ապարազանգվածների տեղաշարժն է իրենց գրավիտացիոն ուժի ազդեցության տակ։ Տեղանում տեղաշարժեր ցնցումներ, որը բերում է որոշակի զանգվածի տեղաշարժ լանջողությամբ։ Լեռնային եւ նախալեռնային գոտիներ հենց այսպիսի ռելիեֆ ունեցող երկրներն են ենթակա սողանքների վտանգին։ Բացառություն չէ նաեւ Հայաստանը։ Հայաստանում սողանքային երկրները բավականին տարածված են։ Եթե վերցնենք աղետների տեսակետից, երկրաշարժից հետո դա մեծ բնական աղետն է։ Ինչու ինչպես եւ երբ են առաջանում ու ակտիվանում սողանքները, ջուրն ու խոնավությունը կայուն հողազանգվածի ամենամեծ թշնամիներն են։ Հենց այդ պատճառով սողանքները գլուխ են բարձրացնում ձնհալից հետո գարնանն ու աշնանը, երբ հողի մեջ ջրի պարունակությունն ավելանում է։ Պակաս վտանգավոր չէ ոռոգման չարաշահումն ու ջրահեռացման համակարգի բացակայությունը։ Հիմնականում այս վերջի տարիներին գրանցված սողանքների մեծ մասը, ինչպես ցույց է տվել վերլուծությունը, ջրագծերից արտահոսքերն են, որը գերխոնավացնում էր լանջը եւ որի հետևանքով ակտիվանում են սողանքային մարմինները։ Մենք չունենք գիտականորեն եւ տեխնիկապես հիմնավորված ոռոգում, չունենք զարգացած դրենաժային համակարգ։ Դրենաժային համակարգն բավականին շարքից դուրս եկել Սովետ միությունից հետո նոր աշխատանքներ չեն արվել, չեն մաքրվել, տնտեսությունները շատացել են, իսկ դրենաժային համակարգը մնացել է նույնը, նույն ջրօգտագործողների քանակն է շատացել։ Բավական է, որ նրանք ջրով հագեցվեն կամ խոնավությունը մեծանա, նրանք դառնում են անկայուն։ Ջրամերժ կավայի շերտը ընդերքում հագենում է ջրով եւ սահքի առաջացնում։ Վերին շերտը ներքին շերտի վրայից սահում է։ 2011 թվականի հոկտեմբեր Վանաձորայրում ճանապարհի 83-րդ կիլոմետրն է։ Լանջի վեր սահած հողազանգվածը խլեց 5 մարդու կյանք։ Գետնն ընկան տասնյակ մեքենաներ։ Հայաստանի ցողանքային գոտիների ցանկում չներառված աղետի պատճառը ոռոգման ջրերի անխնաշահագործումն էր։ Սա է, տեսեք, այս ցողանքային մարմինն է։ Ահա։ Այստեղ տեսնում եք, այսպես ասած, սկարպն է, հա, եւ հիմիկվա այ վիճակն է, որ սա այս մակերեսը եղել է այստեղ։ Սողանքների ի հայտ գալու մյուս պատճառը երկրաշարժերն են։ Սեյսմիկ փոփոխություններից նույնիսկ տարիներ անց կարող են սողանքներ առաջանալ։ Դրանց ակտիվացմանը նպաստող հաջորդ գործոնը ծառահատումն է։ Տարածքներ, որոնք որ գտնվում էին Վանաձորի մոտ, երբևիցե սողանքների ենթարկված չէին եղել 94 թվականին ծառահատումների արդյունքում առաջացան սողանքային սելավային երևույթներ։ Անտառահատումից հետո հողի վերին շերտը էրոզիայի է ենթարկվում եւ տեղատարապ երկարատև անձրևների ժամանակ ձևավորում են սելավային մեծ հոսքեր դեպի բնակավայրեր։ Դուք տեսնում եք, որ այս մասում անտառը հատվել է, հա։
այդ այս գյուղի բնակիչների կողմից եւ սողանքը ակտիվացել է։ Բացի այս սողանքի առաջացմանը կարող է նպաստել նաեւ լանջի կտրվածքը ճանապարհի կամ երկաթգծի կառուցման համար։ Սողանքների ակտիվացման մյուս պատճառն էլ սխալ շինարարությունն է։ Ցանկացած ծանրություն նպաստում է հողի տատանմանն ու սահքի մակերեսի առաջացմանը։ Լանջի արհեստական բեռնվածքը նույնպես նպաստում է այդ շարժմանը։ Արհեստական բեռնվածքը էլ կարող առաջանա շինարարության միջոցով։ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի սողանքն է։ Վերևում Հրազդան Իջևան երկաթգիծն է, երկաթուղին չի շահագործվում սողանքի պատճառով։ Ավելի ճիշտ սողանքն ակտիվացել է հենց երկաթուղու կառուցման պատճառով։ Տասնյակ բնակիչներ տեղահանվել են, փոխհատուցում ստացել ու հեռացել սեփական տներից։ Միայն թե բնական աղետի վտանգ այստեղ մնացողների համար դեռևս չի վերացել։ Գարնանային տեղումները սկսվելուն պես գետը վարարում է ու կարող է վտանգ ստեղծել ճանապարհի մոտ գտնվող դպրոցի համար եւ փակել մայրուղին։ Սա արդեն Դիլիջանն է մասնագետների պնդմամբ ամենավտանգավոր սողանքային գոտիներից մեկը նախկինում քաղաքը ջրահեռացման թունելներ ուներ։ Հիմա դրանք խափանված են, ակնհայտ վտանգը քաղաքի գլխին կախված։ Քանի գնալով այդ երևույթները ակտիվացել ասել բավական ակտիվ process-ներ են, արդու երևույթներ են գնում։ Դիլիջանի կենտրոնական հատվածներից մեկն է Հովաջուր կոչվող գետակի ափը։ Ափապաշտպան բետոնե պատերն արդեն անզոր են, սողանքը սպառնում է փոխել գետի հունը։ Չնայած սրան ակտիվ սողանքային գոտում տարիների ընթացքում նոր շենքեր են կառուցվել, առանց հաշվի առնելու տեղանքի երկրաբանական հատկանիշները։ Տավուշից Կոտայքի մարզ սողանքները պակաս ակտիվ չեն նաև այստեղ, դրանցից ամենահայտնին Ողջաբերդ գյուղինն է։ Նախկին դպրոցից միայն բեկորներ են մնացել, հիմա դրան վագոնե տնակներն են փոխարինել, սողանքի ավերածություններից անմասն չի մնացել նաև հանգուցյալների վերջին հանգրվանը։ Շիրմաքարերը տեղաշարժվել են, աճյունները բացվել։ Ժամանակ առ ժամանակ մարդկանց աճյունները հլնում էր հողի երես։ Դրա համար տեղափոխություն են կատարել այն վերևը։ Տեղափոխություն, բայց սողանքներից պրծում չկա, Ողջաբերդում դրանք ամենուրեք են։ Ժամանակին այս ծառները գտնում են ծառի մակարդակին, սողանքի հետևանքով հիմա դուք նկատում եք տեսարանը, թե ինչքան է ճանապարհից տվյալ հատվածը կտրվե ու սողանքի ենթարկվե։ Այստեղ եղել է ժամանակին հարթ տարածք։ Իր ամբողջ հնարավորությունով տեսնում եք բասեին, շենք, շինություն։ Սկզբից շատ քիչ սկսավ ամբողջ գյուղում, սկզբից ներքևից քիչ սկսավ նստել ու մտավ գյուղ։ Տուն չկա, որ ճաքերը մի քանի անգամ մեծացած չլինի։ Աստված ոչ արասի, սողանքի հետևանքով կարող է ճանապարհը մի օր էլ հայտնվի այս վայրում։ Ու Աստված գիտի, թե ժամանակ ինչքան զոհեր կունենա։ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղն է։ Սողանքն արդեն 1 տասնամյակից ավելի այս գյուղի թշնամին է դարձել։ Հնանայի պես ոնց է ճաքել, պատը փախել է, հա։ Հնանայի, կրկնակի պատեմ դրե։ Էլի նորից ճաքելը։ Այս վիճակում են ոչ միայն պատերը, այլև հատակը ամենուրեք ճաքերն ու փլուզման վտանգ։ 3-4 բալ եղավ, հեսա որ մտնենք ներսը կտենաս ոնց է բացել։ Դե ուրեմն գրունձը թույլ է, չէ՞, թեթևագի ասենք երկրաշարժ, խնդրեմ։ Ներսում պատկերն ավելի անմխիթար է, սողանքի հետևանքները վերացնել չի հաջողվում։ Լսենայեք ինչ է կատարվում։ Նույնը դրսից նագարիր։ Այս պատը այսենց որ ասեմ 2-3 անգամ նորից ես քանդել եմ։ Գաջը քանդել եմ, նորից սետկայ եմ խփել, նորից գաջել եմ, բայց էլի նստված կա տալիս։ Ուզում եք վերանորոգենք, ուզում եք սարքենք, բայց հերներս էլ չի գնում։ 3 տարի առաջ աղջիկս վերանորոգել ենք, բայց էլը նորից նույնն է։ 7 շունչ ենք, այդ 7 շունչին ուր տանենք։ Ցեմենտ բիտոնից է, նորմալ հիմքը դրել ենք, բայց էլը նստում է, ճաքում է։ Գյուղի պատմության ուսուցիչը շատ լավ գիտի, ամբողջ գյուղն է նման վիճակում, Չիվայում նույն տնից չեմ, բայց նույն օրի են։ Հարևաններից մեկն օրինակ ստիպված է եղել պատի ծեփաշերտը հեռացնել։ Հողը սխմել է հետևից, մի բան արել, էլի ուռուցիկ է դարձել։ Երեխեքը վախում են, ես կոմ ասեմ, որ գցում եմ, վախում են, որ քնեն։ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի միջնակարգ դպրոցն է, հիմնադրվել է 1960-ական թվականներին, վերջին նորոգումն այստեղ տեղի ունեցել 15 տարի առաջ, սակայն սողանքի դեմ այն անզոր է եղել։ Նորոգումից 1 տասնամյակ անց սողանքն իրեն զգացնել է տվել, պատերին ու հատակին ճաքեր են առաջացել, սեյսմիկ ցնցման դեպքում դրանք լուրջ վտանգ կարող են դառնալ։ Վերի հարկում ծեփերը մինչև անգամ ընկել են, երեխան տակով քայլելուց կարող է թափի գալ։
Ցավին լավ տեղյակ Դարդինան հաղորդ շատերն են գալիս ու գնում առանց գյուղի խնդիրներին լուծում տալու։ Միայն հատուկենտ ընտանիքներ են գումարային աջակցություն ստացել տարերային աղետի վնասների դիմաց։ Մյուսներն այդպես էլ սպասելով են մնացել։ Պաշտոնական օղակները մինչև օրս համառորեն լռում են, իսկ ձեռնարկած քայլերը մի բան էլ վնասել են գործին։ Վերևից բան արին, դրենաժ արին, բերին տրուբա դրեցին։ Ես իմ իշքան ջուր պետք է դեից դուրս գար, բայց բանից պարզվում է մի աղբերի ջուր է դուրս գալի, բա մնացած ջրերը ուր է գնեմ։ Հնարավոր է, որ այդ դրենաժը նորմալ չսարքելու պատճառով ջրերը նորից հետ է դարել այս կողմի վրա, գյուղի վրա է գալի։ Իդեպ Վայոց ձորի մարզը սողանքների քանակով ամենամեծն է, վիճակագրությունը մի քանի տարի առաջ է ամփոփվել հայ-ճապոնական խմբի աշխատանքների արդյունքում։ Ամենամեծը Վայոց ձորն է, ինչպես տեսնում եք, 21800 հեկտար, մյուսը դա Արարատի մարզնա 13094 հեկտար, 3 օջախ ունի։ Ուրեմն քանակությամբ օջախների 20 օջախ ունի Արմավիրը, բայց նրանք մակերեսով փոքր օջախներ են սողանքային։ Գեղարքունիքի մարզը ունի 4500 հեկտարանոց տարածք, 5 սողանքային օջախներով եւ Լոռու մարզը ունի 18 օջախ Սյունիքի մարզի հետ միասին, որոնք մոտավորապես երկուսն էլ 2000 հեկտար կարգի տարածքներ են։ Մեր հանրապետությունում այսօր գրանցված 2504 սողանք կա, դրանց մի մասը խիստ վտանգավոր։ 233-ը վտանգ են սպառնում բնակավայրերին։ Դրանցից 123-ը վտանգ են սպառնում ճանապարհներին։ Սողանքային ակտիվ գոտիներ կան նաև մայրաքաղաքում, դրանք 6-ն են։ Ամենահայտնի սողանքային գոտիներից մեկը Սարիթաղն է։ Պատը անջատվել է, վախենում ենք, հիմա չգիտենք ինչ կլինի։ Այս դիմացի սարը, այս որ կա, հիմա որտեղից երևում են մեծ քարերը, լրիվ են վերևներ, տակից որ հոսք ունի, ինքը նստել է, տենց եկել է, քիչ-քիչ հաստմա տանը։ Վաղը կբլի մեր գլխին կմնանք տակը։ Էլի սողանք այս անգամ մայրաքաղաքի արվարձանային հատվածներից մեկում։ Նուբարաշեն վարչական համայնքում գտնվող գերեզմանոցն է, թեքված ու քանդված շիրմաքարեր, խարխլված տարածք։ Հողը սահում է նաև այստեղ։ Այնտեղ կա փոքր գետակ, երբ մտնում են գերեզմանոցի տարածքը, գետակ կա։ Այդ գետակը ցեցին փակել, մարդիկ գերեզմանների տեղ հատկացրեցին, բայց գետակը չէր կարելի փակել։ Դա պետք է ջրահեռացման համակարգ լիներ։ Եվ այդ ջուրը պետք է այնտեղից դուրս գա։ Ջուրը ներծում է գրունտների մեջ, թուլանում է գրունտները, կամացում է թուլությունը լանջևերով բարձում է դեպի վերև եւ տեղում նստեցումներ։ Աղետի այս տեսակի դեմ պայքարելու միջոցներ աշխարհը գտել է։ Հայաստանում առայժմ միայն մշտադիտարկում է իրականացվում։ Շիրակի մարզի Առափի եւ Տավուշի գետավիթ համայնքների սողանքային տեղամասերում նախատեսում է կանխարգելիչ միջոցառումներ, այս պայն այնտեղ տեղադրված են ժամանակակից մոնիտորինգի սարքեր, իրականացվում է հետազոտություն, հետագայում արդեն այնտեղ կիրականացվեն այդ սողանքային մարմինների վրա կանխարգելիչ միջոցառումներ։ Մինչև օրս կարելի ասել միայն ուսումնասիրվել են, նկարագրել են ինչ երևույթներ կան, մոտապես ինչպիսի բնույթ է, բայց հակասողքային միջոցառումներ չեն իրականացվել, որոնք պետք է կանխեն այդ երևույթների առաջացումը կամ մեղմացնեն։ Լավ սկզբից որոշակի գումար ծախսել այդ երևույթները կանխելու համար, քան վերջում տասնյակ ավելի շատ 100 անգամ շատ գումար ծախսել արդեն աղետի հետևանքները վերացնելու համար։ Այս լանջերն ու թեքությունները կշարունակեն մարդկանց համար վտանգ ներկայացնել այնքան ժամանակ, քանի դեռ կառուցողական քայլեր չեն ձեռնարկվել։ Հողի վրա անսասան կանգնելու համար հողը ամուր ու կայուն պահել է պետք։